Գիրք Ելից, գլուխ 14 Աստված բաժանում է ջրերը Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Խոսիր Իսրայելի որդիների հետ, որ ետ դառնան և Փիահիրոթի առաջ Մագդողի և ծովի միջև բանակ դնեն Բեեղսեփոնի դիմաց Դրա առջև ծովի եզերքին բանակ դրեք Փարավոնը Իսրայելի որդիների մասին ասելու է, թե մոլորվել են այս երկրում Անապատը շրջափակել է նրանց Եվ Փարավոնի սիրտը կկարծրացնեմ Եվ նրանց ետևից կընկնի Եվ ես Փարավոնի վրա և նրա բոլոր զորքերի վրա կփառավորվեմ Որպեսզի եգիպտացիներն իմանան, թե ես եմ Տերը Եվ նրանք այդպես արեցին Եգիպտոսի Փարավոնին պատմեցին, թե ժողովուրդը փախավ Եվ Փարավոնի և նրա պաշտոնյաների սիրտը ժողովրդի դեմ փոխվեց Եվ ասացին. Այսինչ արեցինք մենք, որ Իսրայելին մեր ծառայությունից բաց թողեցինք Եվ իր ռազմակարգը պատրաստեց և իր ժողովրդին իր հետ տարավ Եվ 600 ընտիր ռազմակարգ վերցրեց և Եգիպտոսի բոլոր կառքերը և դրանց վրա զորավարներին Եվ Տերը Փարավոն թագավորի սիրտը կարծրացրեց և նա Իսրայելի որդիների ետևից ընկավ Իսկ Իսրայելի որդիները բարձր ձեռքով էին առաջնորդվում Եվ եգիպտացիները նրանց հետապնդեցին Եվ Փարավոնի բոլոր ձիերը կառքերը հասան նրանց ծովի մոտ դրած բանակատեղին Փիահիրոթի մոտ Բեեղսեփոնի առջև Եվ երբ Փարավոնը մոտեցավ Իսրայելի որդիներին իրենց աչքերը բարձրացրին և ահա եգիպտացիները գալիս էին իրենց ետևից Եվ սարսափեցին և Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը Եվ ասացին Մովսեսին. Միթե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու, այս ինչ էր, որ արեցիր մեզ, որ մեզ դուրս բերեցիր Եգիպտոսից: Սա այն խոսքը չէ, որ քեզ ասում էինք Եգիպտոսում, թե թող մեզ, որ եգիպտացիներին ծառայենք, քանի որ մեզ համար ավելի լավ է եգիպտացիներին ծառայելը, քան անապատում մեռնելը: Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. Մի վախեցեք, հանդարտ մնացեք և տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր անելու է ձեզ համար, քանի որ ձեր այսօր տեսած եգիպտացիներին այլևս չեք տեսնելու հավիտյան: Տերը ձեզ համար պատերազմելու է և դուք լուռ մնացեք: Եվ Տերն ասաց Մովսեսին. Ինչու ես ինձ աղաղակում: Ասա Իսրայելի որդիներին, որ առաջ շարժվեն: Իսկ դու բարձրացրու գավազանդ և ձեռքդ մեկնիր ծովի վրա և ճեղքիր այն և Իսրայելի որդիները նրա միջով ցամաքով կանցնեն: Եվ ես ահա եգիպտացիների սիրտը կարծրացնելու եմ և գնալու են նրանց ետևից և ես Փարավոնի և նրա բոլոր զորքերի վրա, նրա կառքերի և նրա ձիավորների վրա փառավորվելու եմ: Եվ եգիպտացիները կիմանան, թե ես եմ Տերը, երբ ես Փարավոնի, նրա կառքերի ու նրա ձիավորների վրա փառավորվեմ: Եվ Աստծո հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևով, ելավ և նրանց ետևից գնաց: Եվ ամպի սյունը ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում: Եվ եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղում կանգնեց: Ու ամպ ու խավար եղավ նրանց, բայց գիշերը լույս էր տալիս սրանց: Եվ ամբողջ գիշեր միմյանց չմոտեցան: Եվ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա և Տերն ամբողջ գիշեր արևելյան քամիով քշեց ծովը և ծովը ցամաքեցրեց և ջրերը ճեղքվեցին: Եվ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին և ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ եղան: Եվ եգիպտացիները նրանց ետևից ընկան և Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը և ձիավորները նրանց ետևից ծովի մեջտեղը գնացին: Եվ եղավ առավոտյան պահին, որ Տերը եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպիսյան միջից և եգիպտացիների բանակը խռովության մեջ գցեց և նրանց կառքերի անիվները հանեց, որ դժվարությամբ էին առաջ գնում: Այնպես որ եգիպտացիներն ասում էին. Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների հետ: Եվ Տերն ասաց Մովսեսին. Ձեռքդ մեկնիր ծովի վրա, որ ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա: Եվ Մովսեսը մեկնեց ձեռքը ծովի վրա և առավոտվա դեմ ծովը փոխեց իր ուղղությունը և եգիպտացիք փախան նրա դիմացից և Տերը եգիպտացիներին թափեց ծովը: Եվ ջրերը վերադարձան ու ծածկեցին Փարավոնի կառքերը և ձիավորներին և բոլոր զորքերին, որոնք նրանց ետևից ծովն էին մտել և նրանցից ոչ մեկը չմնաց: Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով էին գնում և ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար: Եվ Տերն այն օրը եգիպտացիների ձեռքից ազատեց Իսրայելին և Իսրայելը մեռած տեսավ եգիպտացիներին ծովեզրում: Եվ Իսրայելը տեսավ այն մեծ ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա և ժողովուրդը վախեցավ Տիրոջից և հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին: